Կռվի մեջ նետվողը եւ կվիրավորվի, եւ կրնա մեռնել։ Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրելու դիմանալ, ոչ էլ իրավունք ունի ապրելու իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն։ Եվ իր վախով այն չազատիր մեռնել է, միայն կմեռնի քաշքշվելով, հիցվելով, արհամարվելով ու ոտքի տակ երթալով։ Մեր բոլոր հալածանքը, մեր բոլոր տառապանքը, մեր մարդկային արժանապատվության բոլոր ոտնահարումը, անազատ կյանքի բոլոր լեղին, եթե մենք կխմենք միայն մեկ նպատակով, որ դիմադրենք, մաքարինք, մինչև որ ոտքի հանենք նորեն մեր ժողովրդի լրիվ քաղաքակրթությունը, լրիվ ինքնուրույնությունը։ Իսկ եթե գոյություն պիտի չունենա այդ ձգտումը մեր հոգիներուն մեջ ու չպիտի վարե մեր շարժումները հանրային կյանքի մեջ, ինչ արժեք ունի այլևս կիսատ ու քառորդ ազգային ցավագար գոյությունը, որ պահելու աշխատենք։ Ով ջարդված է, բնականաբար կքաշվի մեջտեղեն, ով հոգնած է կնստի, բայց ատով ոչինչ չի փոխվի, եւ քաշվողներուն տեղը կուքան նորերը, մեկ նստողին տեղը ոտքի կելնեն ուրիշները, եւ եթե մենք բոլորս ալ քաշվինք ասպարեզեն, վաղը հրապարակ կուքան նոր սերունդը հին դրոշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետեւ անիկալ ապրիլ պիտի ուզե իր ազգային կյանքովը։